Բևերլի Հիլզի շքեղ առանձնատների բնակիչները խիստ մտահոգ են միլիոնավոր մարդկանց հիացական վերաբերմունքին, սեփական անփոխարինելիությանը, աստղաբաշխական հոնորարներին սովոր հոլիվուդյան աստղերը վախով են նայում դեպի կինոարտադրության ապագան։ Եթե մինչև այժմ տեխնոլոգիական նորամուծությունները ֆիլմերը ավելի գունեղ ու հետաքրքիր էին դարձնում, առաջարկելով նոր լուծումներ, դյուրացնելով մասնագետների աշխատանքն ու կրճատելով դրա վրա ծախսվող ժամանակը, հիմա արդեն արհեստական բանականությունը ստեղծում է մրցակիցներ առաջին մեծության աստղերի համար։ 3 seasons and a podcast. Ծանոթացեք, սա Թիլի Նորվուդն է, ում պատճառով Հոլիվուդում իրարանցում է սկսվել։ Թիլին գեղեցիկ է, խարիզմատիկ, կերտում է տարբեր կերպարներ ու շատ համոզիչ է խաղում։ Երբեք չի ուշանում նկարահանումներից, նրա քմահաճույքներն էլ կատարելու կարիք չկա, ու ամենակարևորը, Թիլին աստղաբաշխական հոնորարներ չի պահանջում։ Իդեալական դերասանուհի է, այնպես չէ՞։ Խնդիրն այն է, որ Թիլի Նորվուդը ընդհանրապես գոյություն չունի։ Այս գեղեցկուհին, որին համարում են Գալ Գադոթի, Անա դե Հերմեսի եւ Վանեսսա Հադջենսի հետաքրքիր միքս, արհեստական բանականության ստուդիայի առաջին արգասիքն է, առաջին սինթետիկ դերասանուհին։ Եթե հավատանք Թիլին ստեղծած ընկերության ներկայացուցիչներին, նոր դերասանուհին մարմնավորում է կինոարդյունաբերության փայլուն ապագան։ Վերջերս Ցյուրիխի կինոփառատոնում նրան ներկայացրել են որպես նոր Սկարլետ Յոհանսոն, վստահեցնելով, որ կինովոլորտի գործակալները հերթ են կանգնել նրան ներկայացնելու համար։ Թեև ինձ արհեստական բանականությունն է ստեղծել, բայց ես այժմ իրական էմոցիաներ ունեմ, անհամբեր սպասում եմ, թե ինչ է լինելու հետո, սոցցանցում գրել է նորահայտ աստղը։ Միս ու արյուն ունեցող դերասանները դեմ են Թիլիի փայլուն ապագային։ Նրանց բացասական վերաբերմունքով վերջին շրջանում հեղեղված են արևմտյան լրատվականներն ու սոցիալական ցանցերը։ Կոշտ քննադատությունից հետո արհեստական բանականությամբ դերասանուհուն ստեղծող ընկերությունը հայտարարել է. պետք չէ Թիլիին դիտարկել որպես իրական մարդ, մրցակից։ Նեյրոցանցային դերասանների պակաս առաջիկայում չի լինելու, ասում են ոլորտի մասնագետներն ու հիմնավորում։ Նրանք ֆինանսապես պակաս ծախսատար են, չեն ծերանում եւ լիարժեք կատարում են պրոդյուսերների եւ ռեժիսորների ցանկությունները։ Նշանակում է սա արդյոք, որ տեխնոլոգիական զարգացման նման տեմպերի պայմաններում շուտով գեղարվեստական ֆիլմերում դերասաններ ընդհանրապես չեն նկարահանվի եւ բոլոր կերպարները մասնագետները կկերտեն արհեստական բանականության միջոցով, իսկ իրական կինոն դերասանական լավ խաղով այլևս կմնա անցյալում։ Միս ու արյուն չունեցող դերասանների հետագա կարիերան թերևս կախված կլինի նրանից, թե որքանով կհաջողի Թիլին։ Իրական մարդիկ հանդիսատեսը պատրաստ կլինեն արդյոք վճարել գնելով կինոյի տոմս գոյություն չունեցող դերասանների խաղը դիտելու համար։ Մարլենա Հովսեփյան, Ռադիոլուր։